Քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման այն ճանապարհային քարտեզին կետ, որը մի քանի օր առաջ հրապարակել եմ և հերթով մեկնաբանել այդ կետերը և պարզաբանել։ Առաջին կետը վերաբերվում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը իրոք առաջին քայլն է, և այդ առումով պիտի ասեմ, որ կարևոր է, որ դա տեղի ունենա այս պահին հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոնների համապատասխան, ինչքան գիտեմ, դա իրականացնում է եպիսկոպոսաց դասը և այս հարցում ես որևէ այլ առաջարկ և մոտեցում չունեմ, և ուզում եմ ասել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը։